Բարև ձեզ, հրապարակումն է եթերում։ Թե ինչ ենք պատմելու այս հաղորդմանը, նախ կարճ մի քանի տողով։ Թալինի ընթացիկ սուբվենցիոն բյուջեն 1.8 միլիարդ դրամ է, խոշորացված համայնքում լուծվում են տասնամյակներով սպասված խնդիրները։ Սոցիալական աջակցության լրացուցիչ ծրագիր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար, ովքեր կարող են լինել շահառու, հարցազրույց տաղավարում։ Գետերի մաքրման խոշոր ծրագիր Լոռիում, հակահեղեղային միջոցառումներ են դեպետ, Փամբակ, Զորագետ եւ Տաշիր գետահուներին։ Եվ մշակութային բազմազանություն հանրակրթական դպրոցներում ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառումների շարքը շարունակվում է։ 33 բնակավայր միավորող Թալինում շարունակվում են 2024-ի սուբվենցիոն ծրագրերը։ Ընդհանուր բյուջեն 1.8 միլիարդ դրամ է, ներդրման գերակշիռ մասը 1.2 միլիարդը կառավարությունից է։ Արագածոտնի այս խոշորացված համայնքում տասնամյակներով սպասված շինարարական ծրագրեր են նախաձեռնել, իրականացնում։ Նորոգում են մանկապարտեզ, երբևէ գազ չունեցած բնակավայրեր են հասցնում կապույտ վառելիքը։ 4 տասնամյակ խմելու ջուր չունեցող Արտենիում էլ շատ շուտով կենարար հեղուկն էլ դույլերով չեն գնի։ Ընթացիկ աշխատանքներին զուգահեռ օրակարգ են բերում նաև նոր անելիքները ներառելու 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերում։ Ամառ թե ձմեռ տարին 12 ամիս ու արդեն 4 տասնամյակ Արտենիում մեծից փոքր ականջներն այս ազդանշանին են պահում։ Ջրաման, դույլ, կաթսա, տանովիչ դատարկ տարա ունի նախապես հանում դռանը շարում, որ խմելու ջուր առնի օրվա պաշարն ամբարի։ 40 լիտրը 300 դրամ։ Մի դույլը 100 դրամ, 50 դրամ։ Խառել է։ Ավետից է երկրորդ տարին է, որ Թալինից ջուր է հասցնում Արտենի գյուղում բոլորին գիտի, պատահում է, որ մարդկանց ձեռքը գումար չի լինում, բնամթերք են ջրի դիմաց առաջարկում, ընդառաջում է։ Հիմա դեռ օրական մեկ անգամ է գալիս շոքիրետ 2 ցիստերն ջուրն էլ չի բավականացնում, պակասություն է անում։ Մարը դե շոկ է, համ հագոցներ անում բան։ Այսաշ դրամ հագոցի բանի հետ։ Կենցաղի հոգսը արտեզյան ջրով առաջ տալով, խմելունը գնելով 40 տարի այս դժվար սցենարով ձգված կենսակերպը, որ մի օր կփոխվի, Արտենիում արդեն վաղուց հույս չունեին։ Նախկինում 2 անգամ տարբեր տարիների նախաձեռնություն եղել է ջրագիծ կառուցել գյուղին ջուր հասցնել, կես ճանապարհին սակայն գործը կանգնել է։ Շինարարության հերթական արդեն 3-րդ նախաձեռնությունը, որը մեկնարկել է նախորդ տարեվերջից, վերջինն ու վերջնականը կլինի։ Մոտ 10 կիլոմետր կձգվի ջրագիծը, որը դդմասարից կենարար հեղուկը կբերի դեռ խորհրդային տարիներին կառուցված, բայց այդպես էլ երբևէ չօգտագործված ջրամբար, իսկ այստեղից էլ կմղի դեպի գյուղ։ Արտենի բնակավայրը ունի 830 տնտեսություն եւ 3300 բնակիչ։ Սպասում ենք, թե երբ պիտի այս կենարար հեղուկը մտնի գյուղ, բարձրացնելու մեր ժողովրդի կյանքի որակը, մեր հեռուն գտնվող զավակները գուցե վերադառնան, որ տեսնեն գյուղը շունչ է առնում, գյուղը կենթանանում է ավելի։ Օգոստոսին նախատեսվում է, որ 4 բաշխիչ կետերով Արտենին արդեն ջուր կունենա, տասնամյակներով ձգված խնդրի լուծման համար 170 միլիոն դրամ է ծախսվելու։ Սուբվենցիոն բյուջեն համայնքն ու կառավարությունը կիսում են 35-65% համամասնությամբ, 110 միլիոնը կառավարությունից։ Ակնորականչից էլ վաղը գյուղացորը սկսում Թալինի բարձր լեռնային գյուղերում, հատկապես ցուրտ ամիսներին, երբ տուն տնտեսություն տակ պահել է պետք, իսկ հարմարություն չկա, հնարավորություններն էլ սուղ են։ Հիմնականում ատարն է, որ հարտեսնում են, պրես են անում, կտրում, չորացնում են իր ողջ տանջանքներով։ Փայտ ածուխ գնել բնակիչների 10%-ն է միայն կարողանում, մյուսները տան սենյակների դռները նոյեմբերից փակում, 1-2 սենյակում են հավաքվում, որ ձմեռը մի կերպ գլորեն։ 230 միլիոն դրամ սուբվենցիոն բյուջեով, որտեղ կառավարության ներդրումը 137 միլիոն է, կապույտ վառելիքն այս տարի արդեն Թալինի Կարմրաշեն, Ոսկեթաց, Զովասար, Գառնահովիտ բնակավայրեր կհասնի։ Որ երբևէ իրենց գյուղերն էլ կգազիֆիկացվեն, ծխահոտ առօրյայից վերջապես կազատվեն, բնակիչները դժվար են հավատում։ Ամեն օր տան դռանը կանգնում, շինարարների գործին են հետևում, խանդավառվում խողովակաշարի ամեն մի մետր առաջ գնալուց։ Խողովակաշարերը ձգվելու է մոտ 14 կիլոմետր երկարությամբ եւ վերջն արդյունքում 907 տնտեսություն կունենա իր բնակելի տներում գազաֆիկացիա։ Այս տարի բարձր ճնշման խողովակաշարերն ամբողջ երկայնքով կտեղադրվեն, ներքին ցանց կկառուցվի միայն Գառնահովիտում, մյուս տարի մնացած 3 բնակավայրում։ Սուբվենցիոն 2024-ով Թալինում այս տարի նաև 2016-ից պարապորթի մատնված չգործող մանկապարտեզը կհիմնանորոգվի ու արդեն սեպտեմբերից կշահագործվի։
1991-ին կառուցված մանկապարտեզը համայնքին նվեր էր մոնղոլ ժողովրդից, շինարարներից, որ այդ տարիներին Հայաստանում էին 88-ի աղետից տուժած բնակավայրերին օգնելու։ Թալինի փոխհամայնքապետը, որը մանկապարտեզի սաներից է եղել, այսօրվա պես հիշում է բեմական ելույթները հենց այս դահլիճում։ Նախատեպը չունեցող մի շենք էր, անգամ մենք լողավազան ունենք, շատ ոգևորությամբ ենք հաճախում ու կարծում եմ, որ վերականգնելով այս շենքը մեր երեխաները եւս ոգևորված կհաճախեն մանկապարտեզ։ Թալինում այսօր մեկ մանկապարտեզ է գործում, ծանրաբեռնված 150 սան է հաճախում, այդ թվում հարակից գյուղերից հերթում սպասող մանկապարտեզահասակ երեխաների թիվը շատ է ու հիմնանորոգելով շահագործման նախապատրաստելով նաև այս նախակրթարանը մեծ խնդիր է լուծվում։ Պլանավորել ենք 4 խմբասենյակ կառուցելու, վերանորոգելու, 30 սան է նախատեսված ամեն խմբում։ Նախատեսում ենք նաև հիմնելու մսուր տարիքային խմբի երեխաների համար խմբասենյակներ, տեսնենք ինչպես կարտարացնի, որովհետև համայնքում դեռևս չի եղել նման պրակտիկա։ 314 միլիոն դրամ է մանկապարտեզի վերանորոգման բյուջեն, 230 միլիոնը պետությունից, շինարարական փուլի ավարտից հետո կառավարությունը կհոգա նաև գույքի խնդիրը։ 33 բնակավայր միավորող Թալին համայնքի 2024-ի սուբվենցիոն բյուջեն 1 միլիարդ 800 միլիոն է, 1 միլիարդ 200 միլիոն դրամը կառավարությունից։ Իսկ ընդհանուր Արագածոտնի մարզում նախորդ տարի համայնքներից ներկայացվել է 23 փաթեթ, դրական եզրակացություն է ստացել 16 ծրագիր, հաստատված ծրագրերի բյուջեն ավելի քան 10 միլիարդ դրամ է։ Արդեն 5 ծրագրերը ավարտված են, մնացածը ընթացքի մեջ են։ Բոլոր այս ծրագրերը մշտադիտարկվում եւ վերահսկվում են։ Մարզպետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով, ամիսը 2 անգամ առնվազն ստուգայցեր է իրականացում։ Ընթացիկ աշխատանքներին զուգահեռ օրակարգ են բերվում նաև 2025-ի նոր անելիքները, սուբվենցիոն նոր հայտերն արդեն տասնյակից ավելի են։ Լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված մեր հայրենակիցների համար կառավարությունը որոշումը հաստատել է, թեմայի մասին ենք խոսելու, տաղավարում այստեղ է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։ Պարոն Մկրտչյան, կառավարությունը 40+10,000 դրամի ծրագիրներ իրականացնում, արդյոք սա շարունակությունն է եւ լրացուցիչ է կոչվում ինչու։ Սա ոչ թե շարունակություն է, այլ սա հավելյալ ծրագիր է։ Մենք ներդրել ենք մի նոր առավել թիրախային եւ կարիքահենք աջակցություն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն ընտանիքների համար, ովքեր գտնվում են կյանքի դժվարին իրավիճակում եւ այս աջակցությամբ հնարավորություն կունենան հաղթահարել կամ մեղմել որոշակիորեն իրենց կյանքի դժվարին իրավիճակը։ Բայց մինչ այս ծրագիրը ներկայացնել, ես ասեմ, որ մենք զուգահեռ շարունակում ենք Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կեցության եւ այլ ծախսերի համար տրամադրվող այլ ձեր նշած 40+10,000-ը առաջին եռամսյակում մենք 2025 թվականի 50,000-ական դրամ աջակցություն ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով տրամադրել ենք, բայց ավելի վաղ մենք նախագծում փոփոխություն ենք իրականացրել եւ ասել ենք, որ ապրիլից հուլիս պետք է մենք արդեն որոշակի թիրախային խմբերի համար փոփոխություն իրականացնենք եւ նրանք պետք է ստանային 40,000 դրամ ապրիլից հուլիս եւ հուլիսից մինչեւ տարվա վերջ պետք է ստանային 30,000 դրամ եւ դրանք այն թիրախային խմբերն են, ովքեր օրինակ կեսաթոշակային տարիքի են, ովքեր անչափահաս են, առաջի կամ երկրորդ խմբի հաշմանդամներ են, հաշմանդամություն ունեցող անձինք են կամ կերակրողին կորցրած անձինք են, այսինքն այս ընտանիքները եթե կգտնեն, որ իրենք ունեն հավելյալ աջակցության անհրաժեշտություն, որովհետև անապահով են, որովհետև հայտնված են կյանքի դժվարին իրավիճակում, պետք է դիմեն եւ դիմումները ուսումնասիրելուց հետո կհասկանանք իրենք կհամարվեն այս ծրագրի շահառու թե ոչ։ Այսինքն միաժամանակ կարող են երկու ծրագրից էլ օգտվել։ Այն ծրագիրը այսպես թե այնպես շարունակվել է մինչև տարվա վերջ որոշակի թիրախային խմբերի համար։ Ես նշեցի ապրիլից հուլիս, հուլիսից մինչև տարվա վերջ 40,000 դրամ, 30,000 դրամ եւ թիրախային խմբերին արդեն նշեցի։ Հստակ ինչ պայմաններ են գործում, ովքեր կարող են լինել շահառու։ Նախ ասեմ, որ այս միջոցառման շահառու կարող են լինել այն ընտանիքները, ովքեր չեն գտնվում պետական հոգացության ներքո հաստատություններում կամ պետական սեփականություն հանդիսացող շինություններում։ Երկրորդ, եթե ընտանիքի մեկ անդամի հաշվով եկամուտները ցածր են 55,000 դրամից կամ այն ընտանիքների անդամները, որոնք միևնույն բնակելի անշարժ գույքի նկատմամբ չունեն միանձնյա կամ առնվազն 50% բաժնային կամ համատեղ սեփականություն կամ գնման իրավունք, կամ որոնց անդամները չունեն 2017 թվականի կամ ավելի թարմ արտադրության ավտոմեքենա։ Այս ֆիլտրերը կիրառելուց հետո իրենք կարողանալու են շահառու դառնալ այս ծրագրի։ Իսկ աջակցությունը կտրամադրվի ապրիլ ամսվանից մինչև ուրեմն դեկտեմբեր ամիսը ներառյալ հետևյալ տրամաբանությամբ։ Ընտանիքի համար 40,000 դրամ եւ գումարած 10,000-ական դրամ բռնի տեղանված յուրաքանչյուր անդամի համար սկսած երկրորդ անդամից։
Այսինքն ընտանիքում որքան շատ անդամներ, այնքան ավելի շատ գեներացվող գումար ու աջակցություն։ Նախ ես նշեցի պայմանները, պետք է ընտանիքի մեկ անդամի հաշվով եկամուտները ցածր լինեն 55,000 դրամից, որպեսզի մենք կարողանանք այդ ընտանիքին համարել շահառու։ Նախ ընտանիքին կտրամադրվի 40,000 դրամ եւ երկրորդ անդամից սկսած 10,000-ական դրամ։ Եվ քանի որ մեր բոլոր միջոցառումները մենք իրականացնում ենք թվային հարթակների միջոցով, այսինքն դիմումներ ընդունում ենք առցանց, այս միջոցառման պարագայում նույնպես մենք մշակում ենք հիմա զուգահեռ թվային հարթակ, որը պատրաստ կլինի ապրիլի 22-ին, այսինքն ապրիլի 22-ից սկսած մենք կարողանանք ստանալ մեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղանված հայրենակիցների դիմումները եւ կընթացքավորենք, եթե կհամարվեն շահառու։ Իսկ այդ հարթակը կգործի e-social AM ընդհանուր մեր կայքի համատեքստում։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Եթե կան լրացուցիչ հարցեր, կարող եք զանգարել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության զանգերի կենտրոն 114 հեռախոսահամարով։ Հակահեղեղային աշխատանքներ Լոռու մարզի Դեբետ, Փամբակ, Ձորագետ եւ Տաշիր գետահուներին։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նախաձեռնել է մաքրման լայնածավալ աշխատանքներ։ Նախքան մեկնարկը մասնագիտական հանձնաժողովը ուսումնասիրություններից հետո ընտրել է առավել ռիսկային համարվող վթարային տեղամասերը։ Նախորդ տարվա հեղեղումներից հետո կանխարգելիչ այս միջոցառումները խիստ կարևոր են։ Մաքրում են տարիներով կուտակված բերուկները, բուսածածկույթը եւ լայնացնում են հուները։ Ափերից դուրս եկած Դեբետին նախկին հուն վերադարձնելու համար է ծանր տեխնիկան ջուրը մտել։ Անցած տարվա հեղեղումներից հետո Սանահին կայարանին հարող այս հատվածում քարաբեկորներով գետի հոսքը թուլացրել էին, բայց երկաթգծի թունելի ստորին հատվածը պաշտպանելու համար հիմնական ամրացումներ էին պետք։ Դեբետ գետի մասով ունենք ընտրված մի քանի տեղամասեր, որոնք գնահատվել են առավել վտանգավոր հատվածներ։ Սանահինի 3 տեղամասերում ունենք նաև Քոբայր բնակավայրում, Ճոճկան եւ այրում բնակավայրերում նույնպես ունենք հատվածներ, որտեղ պետք է աշխատանքներ իրականացվեն։ Կառավարության հրատապ ծրագրով Լոռիում հուների մաքրման հակահեղեղային աշխատանքներ են իրականացվում նաև Փամբակ, Ձորագետ ու Տաշիր գետերի խնդրահարույց հատվածներում։ Ջրային կոմիտեի մասնագիտական հանձնաժողովն էր նախնական ուսումնասիրություններով բացահայտել այն տարածքները, որոնք առավել ռիսկային կարող են լինել հնարավոր վարարումների ժամանակ։ Տեղամասեր կար, գետի հունը աշխատում էր 1/3-ով, այսինքն 2/3-ի չափով քարերով լցված է եղել։ Եկե փակել էր սա։ Դրա համար էլ անես լծես տներս։ 36 տարի Տաշիրում բնակվող Ալեքսանը համանուն գետի մաքրման այս ծավալով աշխատանքներ չի հիշում։ Գետահունի մեջ բուսել էին ծառեր, թփեր, դրան էլ գումարվել էր մարդկանց անփութությունը։ Արդյունքում մայիսյան ջրհեղեղի ժամանակ հարևան ցածրադիր մի քանի տները մոտ 1 մետրով ջրածածկ էին եղել։ Պլաստիկ բուտուկներ, ցելոֆոնները մեկանարված շպրտում են։ Բնությունն այնպես բանավորսինք ոչ մի բան չի ներում։ Ռիբալովնի հատուսը հատած գնացել է մայիսկան եղել ջուրը։ Հեղեղման ժամանակ ջուրը Տաշիրում վտանգավոր ելքից 2 անգամ ավելին է եղել։ Հիմա միայն այստեղ 6 կիլոմետրից ավելի տարածք է ներառվել հրատապ ծրագրում։ Հունը մաքրում են, ջրաբերուկներն էլ հեռացնում, կուտակում են համայնքի հատկացրած աղբավայրում։ Աշխատանքները նախատեսում ենք ավարտել մինչև այս ամսվա վերջ, որովհետև կանխատեսումները այնպիսին են, որ ամսվա ընթացքում տեղումներով պայմանավորված գետի հոսքը շուրջ 2-3 անգամ դեռ ավելանալու է։ Անցած տարեվերջին էլ 230 միլիոն դրամ էր հատկացվել տուժած մարզերի գետերի մոտ 25 կիլոմետրանոց հատվածներում բերուկները մաքրելու համար։ Կառավարությունը սակայն խնդրի համակարգային լուծմանն է հակված։ Միջազգային գործընկերների հետ Լոռիում ու Տավուշում ջրաբանական ուսումնասիրություններով պիտի կազմվեն առաջարկներ անվտանգության մակարդակը բարձրացնելու հստակ լուծումներով։ Գետահուներին հարակից ճանապարհների շինարարությունից մինչև հենապատերի, կամուրջների կառուցում։ Մշակութային բազմազանություն հանրակրթական դպրոցներում։ Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոն հիմնադրամի նախաձեռնած մեր երկրում բնակվող ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառումների շարքը հանրապետության տարածքում շարունակվում է։ Երգ, պար, խոհանոց, ավանդույթներ, պատմություն, լեզու, ազգային մշակութային բոլոր ուղղություններով փորձում են ամրապնդել միջմշակութային կապը։ Թեև Հայաստանը համարվում է հիմնականում միատարր պետություն, բայց 2022-ի մարտահամարի տվյալներով մեր երկրում մշտական բնակվում է մոտ 57,000 այլազգի, բնակչության 2%-ը։ Դասարանում տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են սովորում, որ բոլորին հասկանալի լինի ռուսերենով են դասն անցկացնում։ Մաթեմատիկայի ուսուցիչը դասին նախապես է պատրաստվում, թարգմանում է թեման, մատչելի մատուցման տարբերակներ փնտրում։
Նվեր Սաֆարյանի անվան 164 դպրոցում մոտ 1000 սովորող կա, 62-ը ռուսներ են, մոլոկաններ, բելարուսներ, ուկրաինացիներ, եզդիներ, ասորիներ, իրանցի, հնդիկ։ Հակառակ լեզվական խնդիրներին երեխաներն իրար հետ արագ են լեզու գտնում, դժվարությունները մանկավարժներն են հարթում։ Գալիս են արտերկրից երեխաներ, որոնք ոչ տիրապետում են ռուսերենին, ոչ տիրապետում են հայերենին։ Այդ երեխաները սովորում են ռուսերենով ուսուցմամբ դասարաններում, բայց միաժամանակ սովորում են նաև հայերեն։ Իհարկե, որպես ուղղագրություն դժվար է, բայց երեխաները արդեն սկսում են ուսուցիչների հարցերին մասամբ պատասխանել հայերենով։ Հայ ընկերներն են փորձել ներկայացնել իրանական, վրացական, հունական, ռուսական, բելարուսական ու ուկրաինական մշակույթը։ Խոհանոցի առանձնահատկությունները գտել մերի հետ ընդհանրությունները։ Քանի որ մենք ունենք բելարուս ազգի դասընկեր, ընտրել ենք իրենց ազգային ուտեստներից, մենք իրենց ճանաչում ենք, ավելի շատ ենք մտերմանում իրենց ազգի հետ, ճանաչում ենք իրենց մշակույթը։ Մենք մեր դասղեկի օգնության շնորհիվ բոլորս պրպտել ենք եւ գտել ենք այն ինֆորմացիան, որը մեզ այսօր պետք է գալու, եւ որոշել ենք ընտրել մի քանի ուտեստներ, որը մենք այսօր կներկայացնենք։ Աղջիկները նկատել են իրանցիների սեղաններից անպակաս են չիժն ու հալվան, խոտաբույսերով թեյը, հյուրասիրությունը նման է հայկականին։ Մեր քիմքին ու ճաշակին հաճո են նաև վրացական, ռուսական, ուկրաինական, հունական ուտեստները։ Շատ հետաքրքիր բաղադրիչներ կան հունական աղցանի մեջ կամ ընդհանրապես ուտեստների մեջ ու կան շատ համով ուտեստներ։ Կարևոր բաղադրիչներից են կիտրոնը եւ ֆետա պանիրը, ոնց որ մենք հայերս ունենք քոչարի, նրանք էլ նաեւ ունեն հայտնի պար, սիրտակիա անունը եւ ինչ որ փոքրիկ հատված կներկայացնենք։ Ոչ միայն հյուրասիրության, այլև մշակութային ավանդույթներն են մեզ միավորում։ Ազգային փոքրամասնություններին նվիրված միջոցառումների նպատակը միմյանց ավելի լավ ճանաչելն է, ջերմ հարաբերություններ կառուցելը։ Միջոցառումները նախաձեռնել է Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոնը։ Մշակութային բազմազանություն ծրագրի շրջանակներում ազգային փոքրամասնություններին նվիրված նախաձեռնությունները կշարունակվեն նաեւ այլ դպրոցներում։ Դուք դիտում եք հրապարակումը, շնորհակալություն ուշադրության համար։ Մեր բոլոր հաղորդումները հասանելի են նաև YouTube-ում, ARM.gov էջում։ Մեր եթերային հաջորդ հանդիպումը մեկ շաբաթից է։